Սա վեճիկ աշխատանք, ճողը խաղը ժամանակ։ Այս գունանկարները Մայր Բուհի Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի բաժնի 3-րդ կուրսի ուսանողի տարբեր տարիների գործերի միայն մի փոքր մասն են։ Սովորելու ընթացքում Գառնիկը հմտացել է նաև գծանկարի, բատիկայի, քանդակի, կավագործության եւ արծաթագործության ճյուղերում, իսկ մասնագիտական կողմնորոշման համար որոշիչ էր հույսի կամուրջ հասարակական կազմակերպության դերը, որի սանն է եղել 2 տարեկանից, ունենալով 4-րդ աստիճանի ծանրալսություն, 3 տարեկանում վիրահատվել է։ Փոքր հասակում շատ կարիք ուներ վերականգնողական ծառայությունների, հատկապես սուրդո մանկավարժի, լոգոպեդի, հատուկ մանկավարժի եւ երեխան ներգրավեց բոլոր խմբակներում։ Դեռ 3 տարեկանից նախադպրոցական խմբում նա արտ-թերապիայի պարապմունքների է մասնակցել, նկարչության, կավագործության եւ սերը արդեն այդ տարիքից երևում էր եւ նաեւ իր կարողություններն ու կարողունակությունները։ Մենք իր հաջողություններով արդեն միասին ենք Գունանկարի եւ գծանկարի դասախոս Մեհեր Ստեփանյանին եւս ուրախացնում են իր ուսանողի հաստատուն քայլերը, գույնի ու գծի նուրբ զգացողությունը, ստեղծագործական ձիրքը եւ ներուժը։ Ինքը սկսեց շատ հավեսով ճեպանկարներ անել, գունանկարներ, կարճատև գծանկարներ եւ այլն, մտավ process-ի մեջ։ Գունային, հորինվածքային առումով, անգամ ոճային առումով, շուտ հետաքրքիր բան կա շատ իր մեջ։ Շատ ուժեղ բան ունի, տեսողական ընկալում ունի։ Ես զգում եմ, որ ունի պոտենցիալ, որ պետքա դեռ բացել։ Բուհի արվեստանոցում Գառնիկն իրեն զգում է ինչպես ձուկը ջրում։ Այստեղ գույների եւ երևակայության իր աշխարհում է, ջանասիրությամբ ցանկացած գործ հաջողում է, բայց նրան ավելի շատ ձգում է կավը։ Նկարել եմ ես, կավի, բանեն գործընկալել, գործվածքի, ես նախաշով արդեն գործընկալել, ճեպանկար, այստեղ սովորել եմ ես եւ քանդագործություն, ես սիրում եմ կավ։ Ուսմանը զուգահեռ շարունակում է հաճախել նաև հույսի կամուրջ, արդեն որպես կամավոր, իր փորձն ու հմտությունները փոխանցում այստեղի սաներին։ Իր կայանալու ճանապարհին Գառնիկը մշտապես զգացել է նաև դպրոցի Բուհի աջակցությունը, առանց որի խնդիրները դժվար կհաղթահարեր։ Լիանա Խաչատուրյան, Գայանե Թամամյան, Վահե Թամամյան, լուրեր։